Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ տեսնել ձեր բոլորին։ Ես համաձայն եմ արտաբերված մտքերի հետ, այո, այսօր գտնվում ենք եւ ճգնաժամի մեջ, եւ ճակատագրական օրեր ենք ապրում։ Շատ եմ ուզում կարևորել նաեւ մասնակից ուժերի, այսպես ասած, բովանդակությունը, թե որ ուժը ինչպիսի ուղերձներով եւ ինչպիսի ծրագրերով եւ ինչ լուծումներով է հանդես գալիս այս ընտրություններին։ Այս երկար ու ձիգ տարիների ընթացքում, այս դժվարագույն պայքարի ընթացքում մեր քաղաքական ուժը, մեր ազգային ազատագրական շարժումը ապացուցել է մի բան, որ մենք մեր վերլուծությունների, մեր կանխատեսումների մեջ ճիշտ ենք դուրս եկել։ Որովհետև քաղաքական ուժը նաև տարբերվում է, այսինքն կառավարել կարողանալու քաղաքական կամքը եւ հետագայի, այսինքն իրերի վերադասավորումը, երևույթների հաջորդականությունը մենք ճշմարիտ կանխատեսումներով ենք հանդես գալիս։ Այս պահին մեր ազգաբնակչությանը, մեր ժողովրդին անհանգստացնում է առաջնահերթ անվտանգությունը եւ մենք այս որպես իրական խաղաղություն բերող քաղաքական ուժ մենք առաջարկում ենք իրական այլընտրանքային անվտանգային համակարգ, որը իրոք փոխելու է մեր տարածաշրջանում եւ ընդհանրապես մեր երկրի հետագա անելիքները եւ կարողությունները ապահովելու համար։ Մեր անվտանգային համակարգը տարբերվում է բոլորից, որովհետև տալիս են, այսպես ասած, աղավաղված, կիսատ պռատ ձևակերպումներ, մենք ունենք հստակ պատկերացում մեր անվտանգության մասով։ Այսօր, այսպես ասած, մոդա է դարձել, խոսում են ԱՄՆ-ի հետ ռազմավարական դաշնակցության, այսինքն ռազմական դաշնակցության եւ այլ պատուհաններ բացելու համար, որի մասին մենք խոսել ենք սրանից եթե ոչ ավել, քան 10 տարի առաջ։ Այսօր դա իրականություն է դարձել։ Մենք ժամանակին կանխատեսում էինք, որ ռուսական մեն իշխանությունը ինքը իր կամքով կամ իրերի երևույթների դասավորությամբ է դուրս գալու մեր տարածաշրջանից, թուլանալով, ինքը իր խնդիրների մեջ խորանալով։ Տարածաշրջան է գալու Միացյալ Նահանգները, որի մասին խոսում էինք, ոչ ոք չէր խոսում։ Միացյալ հոբի դեմ միայն մենք էինք պայքարում, այսինքն այդ ամբողջ անվտանգային համակարգը մեկ ձեռքի, մեկ զամբյուղի մեջ դնելու դեմ, էլի միայն մենք էինք պայքարում սրանից 11-12 տարի առաջ։ Եվ մեր ասելիքը էներգետիկ անվտանգության մասով, էլի ԲՎՌ-ը ունի հստակ ծրագիր, հստակ պատկերացում առանց աղավաղումների, անուն ազգանուններով, թե ինչպես եւ ինչ միջոցներով կարելի է էներգետիկ անվտանգություն այլընտրանքը ձևավորել։ Տնտեսական արդարադատության ամենակարևորը ոչ մի քաղաքական ուժ բացի մեզանից չի առաջարկում անցումային արդարադատություն իր գործիքակազմով, լյուստրացիայի քաղաքական, գործակալական, տնտեսական եւ մենք այս ընտրություններին հանդես չենք գալիս որպես երեք առաջացած քաղաքական ուժ, երկար տարիների պայքարի արդյունքում մենք եկել ենք բազմաթիվ եզրահանգումների եւ ունենք հստակ ասելիք այս ընտրություններին։ Ես կոչ եմ անում մեր քաղաքացիներին այս ընտրություններին չընկրկել, նախ բարձր մասնակցությունը ապահովելու է ազատվել այս ապաշնոր իշխանություններից եւ ամենակարևորը հենց ժողովրդի խղճի, մտքի եւ իր ազնվության, արդարության ձայնը ունենալ ձևավորվող խորհրդարանում։ Ձեր քվեն անպայման տվեք կողմնորոշվելով, թե ով է վաստակել հենց այդ քվեն։ Այստեղ նստած մարդիկ ունեն հարուստ կենսագրություն, իրենց ապրելակերպով, իրենց անցած ճանապարհով ապացուցել են մեկ բան, որ իրենք սկզբունքային են, չեն դավաճանում իրենց գաղափարներին, չեն կանգնում որևէ դժվարության առաջ եւ ամեն դեպքում առաջ են տանելու ձեր բոլորի իղձերը, նպատակները։
Կոչ եմ անում այս ընտրություններին ձեր քվեն տալ 8-րդ համարի տակ հանդես եկող ազգային ժողովրդավարական բևեռին, որ ի վերջո մենք այս երկար ու ձիգ տարիների ընթացքում չենք ունեցել ազգային ժողովում ազգային ձայն, մենք դա կունենանք աննախադեպ մի բան, որ չի գնալու որպես, այսպես ասած, պաշտոններ կամ փողկապներով ինչ-որ բարձր աշխատավարձներ ստացող, այլ պայքարի բովով անցած մարդիկ բարձրաձայնելու են ձեր ամեն մի խոսքը, որը որ շատ առումներով տարբեր ժամանակներում լռեցված է եղել եւ ունի հստակ ծրագիր, թե ինչպես դուրս գալ այս ճգնաժամի վիճակից, մեր երկիրը դնել ճիշտ ռելսերի վրա, որպեսզի ունենանք եւ բովանդակությամբ եւ ճշմարտությամբ իրոք զարգացող երկիր։ Շնորհակալություն բոլորիդ։